Դեկտեմբերի 26-ին հացադուլ հայտարարած ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը շարունակում է հրաժարվել սնունդից, նրան էլ ավելի են մեկուսացրել եւ էլ ավելի սաստկացրել նրա նկատմամբ ճնշումները բանտում։ Այսօր հայտարարել է բլոգերի եղբայր Էմին Հուսեյնովը, պնդելով, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները փորձում են ապատեղեկատվությամբ շեղել միջազգային հանրության ուշադրությունը, մասնավորապես հայտարարելով, թե Հուսեյնովի դեմ նոր քրեական գործ չկա։ Azərbaycana azadlıq istəyən, qolunu, əlini bağladığın, ağzını skoçladığın Բանտարկված բլոգերի եղբայրը պնդում է Մեհմանով հացադուլ է սկսել ի նշան բողոքի հոկտեմբերի 28-ից մեղադրվում է քրեական նոր գործով եւ փաստարկում, եթե չկա նոր քրեական գործ, ապա ինչու է նա բանտից տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ 2017 թվականին զրպարտության մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր բլոգերի դեմ նոր քրեական գործ է հարուցվել ոստիկանին ծեծելու հոդվածով։ Եթե չլիներ նոր մեղադրանքը, ապա առաջիկա գարնանը Հուսեյնովը ազատ կարձակ Սակայն նոր քրեական գործով նրան եւս 5-ից 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Մեհման Հուսեյնովի դեմ թե առաջին եւ թե երկրորդ քրեական գործերը իրավապաշտպանները շինծու են համարում, պնդելով, որ իշխանություններն այդպիսով վրեժ են լուծում Հուսեյնովից, ով հայտնի է ադրբեջանցի պաշտոնյաների ունեցվածքի մասին իր բացահայտումներով։ 26-ամյա բլոգերին ազատ արձակելու միջազգային հանրության հորդորները եւ Ալիևի վարչակազմին ուղղված կոշտ քննադատությունն արդյունք չեն տվել։ Պաշտոնական Բաքուն ի պատասխան միայն հայտարարել է, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչն ուսումնասիրում են պատգամարմինները։ Մինչ թյուրիմացությունը, որի մասին իշխանություններն այլ մանրամասներ չեն հայտնել, ուսումնասիրվում է, Մեհման Հուսեյնովից բացի ադրբեջանական բանտերում գտնվող եւս 9 ընդդիմադիր ակտիվիստներ հացադուլ են հայտարարել։ Քաղբանտարկյալներ Իլքիմ Ռուստամզադեն, Բայրամ Մամեդովը, Ախսան Ուրուզադեն եւ Էլչին Իսմայելը համատեղ հայտարարություն են տարածել, նշելով, որ այդ ծայրահեղ քայլով պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Եթե մատաղացու գառների պես նստենք եւ սպասենք, ապա վաղը մեզանից յուրաքանչյուրի բարձի տակ կհայտնաբերեն թմրանյութ, զենք կամ մեզ կմեղադրեն ինչ-որ մեկին ծեծելու մեջ։ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի ղեկավար Օկտայ Գյուլլաևը այսօր հայտնել է, որ հացադուլով պայմանավորված ադրբեջանական բանտերում իրավիճակը լարված է։ Քաղբանտարկյալների նկատմամբ մեծ ճնշում կա։ Իշխանությունները սակայն հերքում են թե ճնշման, թե առհասարակ բանտերում հացադուլի մասին պնդումները։ Քրեակատարողական ծառայության խոսնակ Մեհման Սադիգովն այսօր հերթական անգամ հայտարարել է, պատժի կրման վայրերում հացադուլի որևէ դեպք չկա։ Իդեպի պաշտպանություն Հուսեյնովի Մուսավատ կուսակցության գրասենյակում եւս շարունակվում է մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների հացադուլը եւս Մեհման Հուսեյնովի հացադուլի շուրջ վերջին զարգացումները բավական բուռն արձագանքի են արժանացել թե Բաքվի ընդդիմադիր շրջանակներում եւ թե միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում։ Հուսեյնովի դեմ նոր մեղադրանքը չեղարկելու կոչով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Դունյա Միատովիչը։ Հունվարի 17-ին էլ Եվրախորհրդարանը պլանավորում է այդ հարցով բանաձև ընդունել։ Հուսեյնովն ադրբեջանական բանտում գտնվող միակ լրագրողը չէ։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության տվյալներով 2014-ից ի վեր Իլհամ Ալիևը պատերազմում է ընդդիմախոսների հետ, շանտաժի ենթարկելով, ծեծելով, վիրավորելով, գնելով, փորձում լռեցնել նրանց, իսկ եթե այդ մեթոդները արդյունք չեն տալիս, բանտարկում է։